Բարի օր, Մարտիկ հաղորդաշարի շրջանակներում այսօր կխոսենք աբդոմինոպլաստիկայի եւ լիպոսակցիայի մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք պլաստիկ վիրաբույժ Դավիթ Մաղսուդյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ է աբդոմինոպլաստիկան եւ որ դեպքում է կատարվում։ Աբդոմինոպլաստիկան վիրահատություն է, որը կատարվում է, երբ ունենք որովայնի հատվածում ավելցուկ մաշկ եւ ենթամաշկային ճարպապտճանք։ Աբդոմինոպլաստիկայի ժամանակ բնականաբար կատարվում է բավականին երկար կտրվածք, բայց կտրվածքը արվում է հնարավորինս ցածր, որպեսզի մնա ներքնազգեստի տակ եւ հետագայում բնականաբար չերևա։ Լիպոսակցիայի պարագայում, եթե համեմատականներ տանենք, հիմնականում 1-2-3 փոքրիկ 2-3 մմ-անոց կտրվածքներ են արվում եւ բնականաբար նաեւ այդ կտրվածքները այն զոնաներում, որ հետո էլի չերևա եւ այդպիսով մեծ կտրվածքներ լիպոսակցիայի դեպքում չենք ունենում։ Լիպոսակցիայի դեպքում հեռացնում ենք տեղային լոկալ ճարպային կուտակումները, որովհետեւ մարմնի տարբեր հատվածներում ունենք ճարպային թակարդներ, որտեղ որ ճարպը շատ հեշտ կուտակվում է, բայց բավականին դժվար է դուրս գալիս։ Այսինքն մարդը կարող է օրինակի համար մոտ 10 կիլոգրամի հարել, ամբողջ մարմնի ճարպի քանակը իջնի, բայց տվյալ հատվածների, լոկալ հատվածներից, այդ թակարդներից ճարպը դուրս չգա։ Եվ հենց այդ ժամանակ էլ գալիս է օգնության լիպոսակցիան։ Աբդոմինոպլաստիկան ունի տեսակներ։ Շատ տեսակներ ունենք աբդոմինոպլաստիկայի, բայց հիմնականում կիրառվում է կլասիկ տարբերակը կամ շրջանաձև տարբերակը։ Կլասիկ եւ դասական տարբերակի պարագայում հիմնականում կտրվածքը արվում է որովայնի առաջային հատվածում, մաքսիմալ ցածր, որպեսզի լինի աննկատ։ Շրջանաձևի դեպքում սկսում ենք առաջի հատվածից, որովայնային հատվածից, շարունակում ենք կտրվածքը դեպի կողմնային հատված, գոտկային մեջքի այսինքն հատված ու պտտվում է նորից գալիս ենք էլի որովայնի առաջային հատված։ Դրա համար կոչվում է շրջանաձև աբդոմինոպլաստիկա։ Սա ենթադրում է մկանների ձգում, բայց չի լինում, որ հետո թուլանան էլի։ Ոչ միշտ, տեսեք, եթե ունենք դիաստազը դա որովայնի ուղիղ մկանների, պրեսի մկանները, որոնք որ բոլորը գիտեն, օրինակ հղիության ժամանակ տվյալ մկանները իրարից հեռանում են եւ վերականգնվում է որոշակի չափով, մի փոքր հատվածներ մնում է եւ այդ պարագայում հենց այդ վիրահատության ժամանակ նաեւ կարում ենք դիաստազը, որովայնի ուղիղ մկանները մոտեցնում ենք իրար եւ այդպիսով կարողանում ենք ստանալ ավելի հարթ որովայն։ Վիրահատությունը թույլատրվում է հղիությունից առաջ թե հետո։ Վիրահատությունը թույլատրվում է ինչպես հղիությունից առաջ, այնպես էլ հղիությունից հետո, բայց հղիությունից առաջ պետք է կատարել բնականաբար վիրահատությունը այն դեպքում, երբ որ ունենք հստակ ցուցումներ։ Այդ պարագայում վիրահատությունից մոտ 1 տարի հետո հնարավոր է պլանավորել հղիություն, իսկ հղիությունից հետո արդեն տարբեր նախադրյալներ կան, նայում ենք, որ երբ որ քաշը արդեն ստաբիլանա, գոնե վերջին 3 ամիսներում պետք է ունենանք ստաբիլ քաշ, կրծքով կերակրումը բնականաբար, երբ որ պացիենտը կրծքով կերակրում է, այդ պարագայում պետք է անցնի 3-ից 6 ամիս մինիմում, որ կարողանանք աբդոմինոպլաստիկան կատարել։ Իսկ հղիությունից միջինը 6-ից 12 ամիս անց արդեն կատարում ենք ու թույլատրել է կատարել տվյալ վիրահատությունը։ Մեծ տարիքում մաշկը բնականաբար թուլանում է։ Այս դեպքում եւս այս վիրահատությունն է ցուցված։ Այո, ցանկացած պարագայում, երբ որ ունենք որովայնի հատվածում ավելցուկ մաշկ, միակ տարբերակը դա հեռացնելու, դա տվյալ վիրահատությունն է, աբդոմինոպլաստիկան։ Կարող է տարբեր պացիենտների մոտ ունենանք ավելցուկ մաշկ, պատճառը կարող է լինել շատ տարբեր։ Օրինակի համար հղիությունը, երբ որ բուժարուն ունեցել է մի քանի հղիություն կամ քաշի կտրուկ նվազում եւ այդ մաշկը ունակ չի եղել ուղղակի կրճատվելու, այդ պարագայում մենք հեռացնում ենք տվյալ մաշկը։ Աբդոմինոպլաստիկայի ժամանակ նաև իրականացվում է պորտի ձևափոխում թե տեղափոխում։ Սա ո՞րն է։ Այո, տեսեք, կա մինի աբդոմինոպլաստիկա, այսպես ասված, ինքը շատ քիչ է կիրառվում եւ այդ պարագայում, եթե հիմնական հատվածը հեռացվող փոքր է եւ պորտից ներքև է, այդ պարագայում միայն այդ փոքր հատվածն ենք հեռացնում եւ պորտի տեղափոխում, այսպես ասած, չի լինում, բայց դա բավականին հազվադեպ դեպքերում է լինում։ Հիմնականում, երբ որ ունենք ավելի մեծ լոսկուտ, ավելի մեծ չափով ավելցուկ մաշկ, այդ պարագայում բնականաբար պորտի տեղափոխում է տեղի ունենում։ Ինչպես։
Այդ դեպքում ուղղակի պորտի հատվածում ունում ենք շրջանաձև կտրվածք, այսինքն պորտը մնում է իր տեղում, մենք պորտի հիմնական տեղը մենք չենք փոխում։ Ուղղակի երբ որ դրանից վերև գտնվող մաշկը մենք շերտազատում ենք, այդ մաշկը իջնում է ավելի ներքև եւ պորտի համար բացում ենք նոր անցք, այդ պարագայում արդեն այդ հին հատվածում, որտեղ որ գտնվում էր պորտը, նոր տեղում բացում ենք փոքր կտրվածքով պորտի համար տարածություն եւ ուղղակի ֆիքսվում է արդեն իր նոր տեղում։ Լիպոսակցիան արվում է աբդոմինոպլաստիկայից առաջ թե հետո։ Հիմնականում դրանք նաեւ կարող ենք զուգակցել աբդոմինոպլաստիկան եւ լիպոսակցիան, որովհետեւ աբդոմինոպլաստիկայի ժամանակ մենք ուղղակի հեռացնում ենք այդ ավելցուկ մաշկը, լիպոսակցիայի միջոցով, երբ որ մենք նաեւ տվյալ վիրահատության ժամանակ անում ենք լիպոսակցիա, մենք կարողանում ենք մրանին հաղորդել կոնտուրներ, իսկ առանց դրա հնարավոր չի ավելի գեղեցիկ ռեզուլտատ ստանալու համար։ Լիպոսակցիայի ժամանակ կա թույլատրելի ճարպի քանակ, որ պետք է հեռացվի, թե ինչ տեսնում հեռացնում եք։ Լիպոսակցիայի դեպքում թույլատրելի սահմանը դա մինչև 7%-ն է մարմնի զանգվածին, որ կարելի է հեռացնել, բայց միշտ չի որ պետք է հասնել այդ սահմանաչափին, բնականաբար ավելի քչով է պետք բավարարվել, եւ այստեղ հենց գալիս է այն հարցը, որ արդյոք հնարավոր է զուգակցել երբեմն որոշ վիրահատություններ եւ կախված ծավալից օրինակի համար երբեմն հնարավոր է աբդոմինոպլաստիկան կատարել մամոպլաստիկայի հետ միաժամանակ, այսինքն կատարվում է օրինակի համար աբդոմինոպլաստիկան, հետո մամոպլաստիկան եւ դա կախված է արդեն վիրահատության ծավալից։ Եթե փոքր է հատվածը, որը որ պետք է հեռացվի աբդոմինոպլաստիկայի ժամանակ, բնականաբար կարող ենք զուգակցել մամոպլաստիկայի հետ։ Այդ շատ ինդիվիդուալ է, բնականաբար դա խորհրդատվության ժամանակ արդեն բժիշկը որոշում է կայացնում, արդյոք տվյալ ծավալը հնարավոր է միաժամանակ անել, թե ոչ։ Դա պայմանավորված է նրանով, որ եթե վիրահատությունը տևում է շատ երկար, օրինակի համար 5-6 ժամից ավել, պլանավորվում է, որ պետք է 5-6 ժամից ավել տևի տվյալ վիրահատությունը, բնականաբար ավելի լավ է առանձին կատարել այդ վիրահատությունը, որովհետև ցանկացած վիրահատության պարագայում մենք ունենք ռիսկեր, իսկ այդ ռիսկերը ինչքան որ երկար է տևում վիրահատությունը, այդքան ավելի հաճախ է լինում բարդությունները։ Լիպոսակցիան, քանի որ ենթադրում է ճարպի հեռացում, վիրահատությունից հետո հնարավոր է նորից ճարպի կուտակում։ Տեսեք, լիպոսակցիայի միջոցով մենք հեռացնում ենք ճարպային բջիջները խորանիստ շերտից հիմնականում, բայց այդ ճարպային բջիջները կարող են իրանք չափերով մեծանալ կամ փոքրանալ։ Այսինքն, երբ որ մարդը քաշ է հավաքում, ավելորդ քաշ, այդ պարագայում ճարպային բջիջները ոչ թե շատանում են, այլ մեծանում են նույն քանակով, այսինքն շատ դժվար կլինի լիպոսակցիայից հետո այդ նույն հատվածում, որպեսզի նորից ճարպի այն քանակով կուտակում ունենանք, որ նորից կարիք լինի օրինակի համար լիպոսակցիայի։ Եվ շատ կարևոր է, որ այս վիրահատություններից հետո պետք է ստաբիլ պահել քաշը, որովհետև եթե անընդհատ մենք ունենք քաշի տատանում, անընդհատ այդտեղ ճարպ է հավաքվում, դուրս է գալիս, ճարպ է հավաքվում, դուրս է գալիս ու այդպիսով դա արդեն ազդում է բնականաբար վերջին արդյունքի վրա։ Եվ դրա համար պետք է ոչ թե մտածել, որ ես վիրահատվեցի, խնդիրս լուծեցի եւ վերջ, այլ ոչ, պետք է քաշը պահել, զբաղվել սպորտով, որը շատ կարեւոր է, որովհետեւ օրինակի համար այն բուժառուները, ովքեր որ թեկուզ սիրողական մակարդակով զբաղվում են սպորտով ու իրենք վիրահատվում են, դու հստակ զգում ես տարբերությունը ռեհաբիլիտացիայի ժամանակ հետ վիրահատական շրջանում իրանք շատ ավելի արագ են վերականգնվում։ Երկու վիրահատությունների դեպքում ինչ հակացություններ կան։ Հակացությունները բազմազան են։ Հիմնականում այն հակացություններն են, որոնք որ հակացություն են հանդիսանում ընդհանուր անզգայացման համար, բայց ես կառանձնացնեմ օրինակի համար մարմնի զանգվածի ինդեքսը, որը շատ կարևոր է, այսինքն ճարպակալումը։ Երկրորդ եւ երրորդ կարգի ճարպակալման պարագայում մենք ուղղակի զերծ ենք մնում վիրահատություններից, որովհետեւ նախ առաջինը շատ բարձր է ռիսկը հետվիրահատական բարդությունների եւ երկրորդը չես կարող ուղղակի էսթետիկ գեղեցիկ արդյունք ստանալ։ Օրինակի համար դիցուք, եթե մարդը ունի երկրորդ աստիճանի ճարպակալում եւ խոսքը աբդոմինոպլաստիկայի մասին է, մենք մի քանի շերտով ունենք ճարպ այդ զոնայում,
մակերեսային, որը որ հենց մաշկի տակ է, խորանիստ, որը որ միջև մկաններն է, էլի մաշկից մի քիչ խորը, եւ ունենք վիսցերալ ճարպակալում։ Վիսցերալ ճարպակալումը դա ներքին օրգանների ճարպակալումն է։ Իսկ մենք տվյալ վիրահատության ժամանակ ոչ մի կերպ չենք կարող ազդել տվյալ ճարպակալման վրա։ Այդպիսով ստանում ենք, որ մենք խորանիստ ճարպի վրա ազդում ենք, լիպոսակցիա ենք անում կամ ավելցուկ մաշկը հեռացնում ենք, բայց խորը գտնվող վիսցերալ ճարպի վրա մենք չենք կարողանում ազդել եւ այդպիսով ստանում ենք ոչ էսթետիկ արդյունք։ Այսինքն երբ որ կա գոգնոցանման օրինակի համար լոսկուտ, հենց գրականության մեջ հենց այդպես կոչվում է, ինքը գոգնոցի նման, մաշկը կախվում է բավականին մեծ, մարդկանց բավականին անհարմար է լինում այդպես ապրել եւ իրենք ցանկանում են ուղղակի ազատվել դրանից։ Շատ հազվադեպ դեպքերում կատարվում է այդ վիրահատությունը առանց լիպոսակցիայի, որ մաքսիմալ կարճ տևի վիրահատությունը եւ ուղղակի այդ ավելցուկ գոգնոցը հեռացվում է։ Այդպիսով որոշ չափով բարելավում ենք մարդու կյանքը, բայց էսթետիկ այն արդյունքը չենք ստանում, որը հնարավոր է ստանալ։ Ինչպես կարող ենք ստանալ այդ էսթետիկ արդյունքը։ Բնականաբար ես հիմնականում տվյալ բուժառուներին մերժում եմ եւ խորհուրդ եմ տալիս ուղղակի մի քիչ նիհարել։ Այսինքն, եթե օրինակի համար հնարավոր է 20 կիլոգրամ նիհարելով, որը որ կարծում եմ օրինակ 6, 7, 8 ամսում լրիվ հնարավոր է հանգիստ առանց ինչ-որ սուր դիետաների նիհարել 20 կիլոգրամ ու այդ պարագայում արդեն վիրահատությունը կկատարվի մեկ անգամ եւ կունենանք շատ ավելի գեղեցիկ, շատ ավելի էսթետիկ արդյունք։ Դրա համար կարծում եմ, որ դա ավելի ճիշտ տարբերակ է։ Հիմա կասեն ինչպես նիհարենք, որ մեկ անգամ վիրահատության ենթարկենք, ոչ թե բազմակի։ Տեսեք, նիհարելը կախված է նրանից, թե նախ ինչ աստիճանի ճարպակալում ունենք։ Պետք է զբաղվել սպորտով, պետք է պահել սննդակարգ, անպայման չի որ պահեն շատ ինչ-որ խիստ սննդակարգեր։ Ուղղակի պետք է սովորել հաշվել կալորիաները, որոնք որ իրենք ամեն օր ընդունում են, զբաղվել սպորտով, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել եւ իհարկե սա խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր որ չունեն առողջական խնդիր, որովհետեւ հաճախ ճարպակալում ունենք այն մարդկանց մոտ, ովքեր որ ունեն որոշակի առողջական խնդիրներ։ Բնականաբար իմ կարծիքով ճիշտ է սկսել էնդոկրինոլոգի մոտ խորհրդատվությունից եւ հասկանալու համար, թե արդյոք ունեն որոշակի հորմոնալ տեղաշարժեր եւ գտնել պատճառը այդ ճարպակալման եւ պետք է անպայման անցնել խորհրդատվություն նաեւ դիետոլոգի մոտ, սննդաբանի մոտ, ով որ կօգնի ուղղակի բնականաբար ճիշտ սննդակարգ պահել եւ նաեւ լավ մարզիչ ունենալով հնարավոր է բավականին հեշտ քաշը իջեցնել եւ ունենալ ավելի գեղեցիկ մարմին։ Կան հիվանդություններ, որոնց դեպքում այս երկու վիրահատությունները չեն կատարվում։ Հիվանդությունները բազմաթիվ են, օրինակի համար շաքարային դիաբետի պարագայում, երբ որ բավականին բարձր ցուցանիշներ ունենք, բնականաբար ցանկալի չէ կատարել տվյալ վիրահատությունները եւ հակտություն կարող է հանդիսանալ նաև օրինակ սրտային անբավարարությունը կամ սիրտանոթային համակարգի խնդիրները, հենց այդ պատճառով բուժառուները մինչև վիրահատվելը մոտենում են խորհրդատվության ամենաառաջինը, որովհետև մենք անամնեզ ենք հավաքում բուժառուներից, որպեսզի հասկանանք արդյոք ունեն նրանք ուղեկցող հիվանդություններ, թե ոչ, դեղերից եւ սննդից ալերգիա, որը քիչ կարեւոր չէ, եւ դրա հաջորդ էտապը բնականաբար հետազոտություններ հանձնելն է։ Եվ երբ որ անցնում են հետազոտությունները, մի քանի բժշկի մոտ խորհրդատվություն են անցնում անհրաժեշտության դեպքում, նոր մենք հասկանում ենք, որ չունենք որևէ հակացություններ եւ այդ պարագայում նոր գնում ենք մենք վիրահատության, որովհետեւ բժշկի համար ամենակարևորը պետք է լինի մի վնասիրը։ Նա մանավանդ պլաստիկ վիրաբուժության մեջ, երբ որ բուժառուները եկել են էլ ավելի գեղեցկանալու, մենք պետք է մաքսիմալ զգույշ լինենք եւ եթե կա հետազոտությունների մեջ որոշակի շեղումներ, պետք է ստանալ համապատասխան բուժում եւ դրանից հետո նոր արդեն կատարել վիրահատությունը, որովհետեւ վիրահատությունները բնականաբար կատարվում են պլանային կարգով, այսինքն իրենք շտապ վիրահատություններ չեն, դրա համար պետք է լավ հետազոտել բուժառուներին, նոր կատարել վիրահատությունը։ Լիպոսակցիան մարմնի որ հատվածներում է կատարվում։
Լիպոսակցիան կատարվում է հիմնականում մարմնի այն հատվածներում, որտեղ որ ունենք ճարպի ավելցուկ կուտակում եւ այդ պարագայում ունենում ենք մենք զոնաներ, որտեղ որ ճարպը բավականին հեշտ է կուտակվում, բայց բավականին դժվար է այնտեղից դուրս գալիս։ Այսինքն մարդը հնարավոր է, որ ամբողջ մարմնով ճարպի քանակը կարողանա իջեցնել, բայց տվյալ զոնաներից ճարպը ուղղակի դուրս չգա։ Հենց այդտեղ էլ գալիս է օգնության լիպոսակցիան, դա կարող է լինել օրինակի որովայնի առաջային հատվածը, ոտքերի հատվածում, ձեռքերի հատվածում եւ բնականաբար հնարավոր է զուգակցել մի քանի զոնաներ լիպոսակցիայի դեպքում, բնականաբար կախված ծավալից, այն ծավալից, որ պետք է հեռացվի տվյալ հատվածից ճարպը եւ այդպիսով արդեն պլանավորում ենք վիրահատությունը, թե որ զոնաները կարող ենք մեկը մյուսի հետ զուգակցել, իսկ որոնք ոչ։ Լիպոսակցիայից հետո այդ հավաքած ճարպը այլ տեղ օգտագործում եք թե ոչ։ Երբեմն, երբ որ ունենք զոնաներ, որտեղ որ ունենք ճարպային դեֆիցիտ, այդ պարագայում լիպոսակցիա արված ճարպը, հանված ճարպը օգտագործում ենք օրինակի համար նստատեղի հատվածում լիպոֆիլինգ կատարելու համար, այսինքն ճարպը մի հատվածից տեղափոխվում է մյուս հատվածը եւ այդպիսով ստանում ենք բավականին գեղեցիկ կոնտուրներ։ Այսինքն լիպոսակցիայի միջոցով մենք շտկում ենք այդ կոնտուրները, հանում ենք այն հատվածներից, որտեղ որ այդ ավելցուկ ճարպը ունենք, իսկ լիպոֆիլինգի միջոցով ավելացնում ենք այդ ճարպային հատվածներում, որտեղ որ մենք ունենք դեֆիցիտ եւ այդպիսով ստանում ենք բավականին գեղեցիկ կոնտուրներ։ Եվ վիրահատությունից հետո սպիեր մնում են թե ոչ։ Եթե կա վիրահատություն, ապա կա սպի, ցանկացած վիրահատության պարագայում Այնպես ենք անում, որ օրինակի համար աբդոմինոպլաստիկայի ժամանակ սպիերը լինեն մաքսիմալ ցածր, որպեսզի նրանք մնան երկնազգեստի տակ եւ չերևան։ Օրինակ իմ բուժառուների պարագայում նրանք չունեն նաեւ վիրակապություններ։ Դա նույնպես շատ կարևոր եմ համարում, որովհետեւ արդեն 3-4 օրվանից նրանք կարող են լոգանք ընդունել, իսկ հակառակ դասական պարագայում կարերը միջինում հեռացում էին 10-ից 12 օր անց եւ այդ ընթացքում բնականաբար մարդիկ չեն կարողանում լոգանք ընդունել եւ հեռացում էին նաեւ կարեր, որովհետեւ եթե կա նման արտաքին կարեր, նաեւ կատարվում են վիրակապություններ։ Իմ բուժառուների պարագայում վերքերը փակվում են հատուկ վիրաբուժական տեխնիկայի միջոցով եւ արդեն վիրահատությունից հետո մենք կարելի ասել վերք չենք ունենում, որովհետեւ վերքի վրա կսվում են նաեւ բժշկական սոսինձ ու հենց այդ պատճառով մենք վիրակապություններ չենք կատարում եւ կարեր չենք հեռացնում։ Շնորհակալություն։ Մենք զրուցում էինք պլաստիկ վիրաբույժ Դավիթ Մաղսուդյանի հետ։